Ըստ Կարապետյանի, մեր ձևով շարժումը շուտով կառաջարկի լուծումներ, որոնց նպատակն է Երևանը դարձնել տարածաշրջանի կրթական եւ առողջապահական կենտրոն։ Մեր երկիրը, Հայաստանը, գոնե 10 միլիոնանոց բնակչությամբ երկիր պետք է լինի։ Չեմ ասում բոլորը լրիվ Երևանում լինի։ Կարաս Գյումրիով, տարբեր քաղաքներով ինքը բաշխվի, ճոխացնեն Հայաստանը, թե չէ sense գնալով 2 միլիոն ա մրնում, թե 1 միլիոն մարդ այնտեղ վերջետ Երևանում կմնա, թե չի մնա։ Այս շաբաթ մեր ձևով շարժումը մարզային երկրորդ գրասենյակն է բացում։ Առաջինը Գյումրիում էր, երկրորդը Սևան քաղաքում։ Սամվել Կարապետյանի որոշմամբ շաբաթ երեկոյան գյումրեցիները Հայաստանի մյուս քաղաքների բնակիչների նման նույնպես նշեցին քաղաքի օրը մեծ, շատ մեծ համերգով։ Հա միշտ եթերներ անում եմ, դուք ինձ հարցում եք, ասում եք, լավ Էդգար, միշտ խոսում եք, բա ինչ ենք անելու։ Հիմա ելքը հայտնվել է, մեր ձևով շարժումը։ Ու տեսնում ենք, ինչքան շատ մարդիկ գալիս են, դաժե պրոբկա է եղել։ Միացել է արդեն 5000 կամավոր։ Դուք էլ կարաք հետաքրքրվեք մեր ձևով շարժմանը, միանաք։ Ինչն է պատճառը, որ մարդիկ միանում են մեր ձևով շարժմանը։ Ես կարող եմ ասել, որ պատճառը Սամվել Կարապետյանն է։ Նրա անունը Այո, ես էլ եմ նայում, լսում, Սամվել Կարապետյանի ստեղ գործոնն է, որ մարդկանց մոտ վստահություն կա, ոնց որ ասած բրենդը կա, մարդիկ իմանալով, ճանաչելով, Նիկոլը չէ՞ որ Նիկոլին չիմանալով գնացինք, ընտրեցինք։ մենք պետք է զբաղվենք տնտեսությամբ։ Այք ինչ հետաքրքիր ֆիլոսոֆիա է բերում, էլ ինքը ոնց որ փոխի լրիվ ամեն ինչ։ Նիկոլին դաշտը չի մտնում քֆրտոցի, որտեղ ինքը հաստատ կպարտվի, մեր ձևովը կպարտվի, որտեղ լրիվ կուլտուրական գրագետ մարդիկ են։ Ընդհակառակը ինքը իր մակարդակն է ցույց տալիս, որտեղ որ Նիկոլը չի կարա մտնի, Նիկոլը կպարտվի։ Մեր երկրի ղեկավարները իրենց ժամանակի 80%-ը պետք է ծախսեն տնտեսության վրա։ Երբ մենք նայում ենք օտար երկրների նախընտրական ամբողջ քարոզարշավները, բոլորը տնտեսության մասին են։ Նայում ենք Հայաստանինը, բոլորը իրար մասին է։ Նայեցի Նարեկ Կարապետյանի ու Կարպիսի հարցազրույցեր, հաճույքով լսեցի Նարեկին, իր օբշի այդ մտածելակերպը, իր այդ լուծումները, խնդիրները ոնց կարելի է լուծել, ճանապարհը ոնց ուզում է գնա տեսնի, ինքը այս դրությունը ոնց է տեսնում։ Մալադեց, ինձ թվում է Նարեկը, եթե շարունակի այս պահով, ոչ միայն բիզնեսի, այլ քաղաքականությամբ զբաղվի, մեր երկիրը միայն կշահի դրանից։ Մեր ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ մեր Սամվել Կարապետյանին պահանջում ենք ազատություն։